Բարև ձեզ, Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստի ժամանակ անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության մակարդակին, դրա մասին վկայող ինդեքսներին եւ դրանց միտումներին։ Վերջին երկուսը ինդեքսները եւ միտումները ստուգել ենք եւ ահա թե ինչ ենք պարզել։ Եվ այսպես կառավարության հերթական նիստի ժամանակ Փաշինյանը նորից հեռակա բանավեճի մեջ է մտել ընդդիմության հետ եւ պնդումներ է արել իրենց իշխանության քաղաքացիական պայմանագրի իշխանության ժամանակահատվածում Հայաստանում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ։ Միջազգային բոլոր բաներով, ռեսուրսներով Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկրների ցանկում է, շարքում է եւ ամրապնդում է տեղը շատ կարեւոր է։ Փաշինյանի ասածը բաժանել ենք երկու մասի, առաջինը հենց ինդեքսները, երկրորդը դրանց միտումները։ Երկու պնդումն էլ ստուգել ենք 3 աղբյուրների միջոցով, աղբյուրներից առաջին երկուսը հանրահայտ են աշխարհում։ Մեկը Էկոնոմիստի ժողովրդավարության ինդեքսն է, երկրորդը Freedom House-ի ազատությունն աշխարհում զեկույցը, տարեկան զեկույցը։ Վերցրել ենք նաև երրորդ աղբյուր միայն այն պատճառով, որ այն նախկինում հիշատակվել է հենց Փաշինյանի կողմից, երբ այն դրական էր ներկայացնում Հայաստանում քաղաքական փոփոխությունները, այն կոչվում է VDEM կամ Variety of Democracy։ Ժողովրդավարության ինդեքսի համաձայն, որ հրապարակում է Economist Intelligence Unit-ը, Հայաստանը միջինից ցածր մակարդակում է ժողովրդավարության իմաստով։ Այս զեկույցը երկրները բաժանում է 4 խմբի՝ լիարժեք ժողովրդավարություններ, թերի ժողովրդավարություններ, հիբրիդային ռեժիմներ եւ ավտորիտար կամ ավտոկրատական պետություններ։ Հայաստանը հիբրիդային ռեժիմների թվում է, այսինքն թերի ժողովրդավարությունների եւ ավտոկրատական երկրների միջև։ Ընդ որում Հայաստանի ցուցանիշը վերջին 2-3 տարիներին այս զեկույցով վատթարանում է։ 2022 թվականին Հայաստանը 10 հնարավոր առավելագույն միավորից ուներ 5.63 միավոր, 2023-ին դա 5.42 միավոր էր եւ 2024-ին դարձել է 5.35 միավոր, այսինքն միտումը բացասական է, նվազում կա։ Freedom House կազմակերպության ազատությունն աշխարհում զեկույցի համաձայն Հայաստանը մասամբ ազատ երկիր է։ Այս զեկույցը երկրները բաժանում է 3 խմբի՝ ազատ, մասամբ ազատ եւ անազատ։ Հայաստանը 100 առավելագույն միավորից այստեղ վաստակել է 54 միավոր եւ գտնվում է միջին մակարդակում, այսինքն նշված մասամբ ազատ երկրների ցանկում։ Կազմակերպության ընդհանուր ինդեքսի մեջ մտնող երկու մյուս ցուցանիշներով Հայաստանը ունի հետևյալ պատկերը։ Քաղաքական իրավունքներ 23 միավոր հնարավոր 40 միավորից։ Քաղաքացիական ազատություններ 31 միավոր հնարավոր 60 միավորից։ Այս զեկույցի ինդեքսի մեջ մտնող երկու ցուցանիշներով Հայաստանը ունի որոշակի վատթարացում, մասնավորապես ազատության ընդհանուր ցուցանիշը եւ քաղաքացիական իրավունքների ցուցանիշը մեկական միավորով վատթարացել են։ Երրորդ ցուցանիշը, որ ցույց է տալիս քաղաքական իրավունքները, բարելավում կամ վատթարացում չկա, այսինքն երկու ուղղությամբ վատթարացում, մեկ ուղղությամբ անփոփոխ վիճակ։ Երրորդ աղբյուրին VDEM զեկույցին Փաշինյանն անդրադարձել էր 2020 թվականին կորոնավիրուսային լոկդաունի ընթացքում։ Եվ այդ զեկույցում արձանագրում է, որ չնայած աշխարհում ավտորիտարիզմի լրջագույն աճ է տեղի ունենում, Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել 2019 թվականին։ Այս ինդեքսը երկրները բաժանում է 4 խմբի եւ 10 ավելի փոքր ենթախմբերի։ 2024 թվականի վերաբերյալ 2025 թվականին հրապարակված զեկույցի համաձայն Հայաստանը ընտրովի ժողովրդավարություն է 4-րդ ենթախմբում է, սակայն ունի վատթարացման միտում։ Այս զեկույցը ամենախիստն է անդրադառնում Հայաստանում ժողովրդավարության հարցերին, նշվում է, որ Հայաստանը զանգակաձև վատթարացնում է իրավիճակը, այսինքն նախկինում բարձրացել էր ցուցանիշը, հիմա նվազում է։ Հայաստանը եւ Ռումինիան մնում են դեմոկրատիաներ, սակայն նրանց ընթացիկ միտումը ենթադրում է, որ դեմոկրատիան կարող է ռիսկի ենթարկվել։ Այսպիսով երրորդ աղբյուրի համաձայն նույնպես Հայաստանը լիարժեք ժողովրդավարություն չէ, ավելին ունի բացասական միտում, որը վտանգում է հենց այդ ժողովրդավարության մակարդակը։ Ամփոփելով կարող ենք նշել, որ առնվազն ոչ բոլոր ռեսուրսներն են Հայաստանը ներկայացնում որպես ժողովրդավար պետություն։ Դրանցից առավել հայտնի երկուսը Հայաստանը ներկայացնում են կամ մասամբ ժողովրդավար, կամ հիբրիդային ռեժիմ։ Ինչ վերաբերում է միտումներին, ապա դրանք կամ բացասական են, կամ անփոփոխ։
Փաստ-թե-փուստի այս թողարկմանը մենք ներկայացրինք 3 աղբյուրներ, որոնք գնահատել են նաև Հայաստանի ժողովրդավարության մակարդակը ինդեքսների միջոցով։ Իսկ դուք ինքներդ որոշեք, Փաշինյանի պնդումները փաստ են, թե փուստ։